Մայրաթորից շուրջ 1 կիլոմետրի վրա Արմավիրի մարզի դատարանն է Էջմիածնում եւ այստեղ այսօր ժամը 4-ին մեկնարկեց ամենայն հայոց կաթողիկոսի դատավարությունը։ Նա մեղադրյալ է Գևորգ Սրբազանի գործով Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ եպիսկոպոսական կարգից զրկված Արման Սարոյան աշխարհիկ անունով նախկին հոգևորականի գործով Բացի վեհափառից մեղադրյալները նաև եւս 6 բարձրաշխարհիկ հոգևորականներ են։ Դատական նիստից առաջ մթնոլորտը Բաքում շատ թեժեր, իսկ դատական նիստերի դահլիճում ոչ այնքան, որտեղ դահլիճը փոքր էր եւ շատ քիչ մարդ էր տեղավորում, բայց այդ քիչ մարդկանցից մեկը նաև տուժողն էր, նա ներկայացել էր դատարան Արման Սարոյանը, նախկին եպիսկոպոսը, սակայն առանց փաստաբաններից, բայց ասաց, որ փաստաբանների թիմ ունի, իսկ ամենայն հայոց կաթողիկոսը ներկայացել էր իր 7 հոգանոց փաստաբանական թիմով, նրանք իրենց տեղը զբաղեցրին եւ դատական նիստը պիտի որ լիարժեք մեկնարկեր, սակայն դատավորը ի սկզբանե հայտարարեց, որ պետք է դռնփակ անցկացվի, քանի որ հարց կա քննարկելու պարոն Զոհրաբյանի հետ լրագրողները դուրս հրավիրվեցին եւ որից հետո պարզ դարձավ, թե ինչ հարց էր քննարկվել, հայտնի դարձավ, որ դատավորը ինքնաբացարկ է ներկայացրել։ Այսօր փաստորեն դատավարությունը եւ վեհապար հայրապետին եւ Սրբազան հայրերին մեղադրում են իրենց կանոնական լիազորությունների իրականացման հարցում։ Այսինքն պետությունը իդեմս քննչական մարմնի դատախազության եւ դատարանի ներխուժել է եկեղեցու ներքին կյանք։ Սա արգելված է ինչպես օրենքներով, այնպես էլ միջազգային իրավունքով։ Հիմա ինչևից է ունենք այս ամոթալի իրավիճակը, որտեղ մենք այսօր գտնվում ենք։ Այսօրվա դատական նիստի հետ կապված տեղեկացնեմ ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն ինչպես գիտեք, սկզբնական փուլում քննարկվում է դատավորի բացարկի եւ ինքնաբացարկի հարցը։ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց, Հակոբ Մանուկյան հրաժարվեց, ըստ էության դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, ես այլ մանրամասներ չեմ ներկայացնի, այնք ասեմ ինչ որ նաև հայտնի է, նա հանդիսացել է փաստաբան եւ իր ուսումնառության եւ արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել, բայց իմ անձնական կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորը ինքնաբացարկ հայտնեց։ Ես բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի։ Այժմ վեհապարի այս դատական գործը պետք է մակագրվի այլ դատավորի, փաստորեն առայժմ այս քրեական պատմության ճակատագիրը անորոշ է։ Դատարանից վեհապարի առաջնորդությամբ հոգևորականները եւ նաեւ բազմաթիվ հավաքված քաղաքացիներ շարժվեցին ոտքով դեպի Մայրաթորի տարածք, որտեղ երեկոյան ժամերգություն էր եւ ժամերգությանն էլ հաջորդեց վեհապարի խոսքը հենց Մայր տաճարի ներսում։ Ցավով ենք անդրադառնում, որ մեր սուրբ եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների, ապօրինի եւ շիծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի եւ ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անժումն եւ անիրավի մեղադրանքով նաեւ մեր եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամ 2 արքեպիսկոպոսի ու 4 եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի ինքնաբացարկի հայտարարման հետևանքով։ Մենք լի ենք հավատով եւ վճռակամությամբ, սիրելիներ, պաշտպանելու մեր արդար իրավունքները, երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես եւ միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքներով։
Վեհափառը Մայր տաճարից հեռացավ օրհնությունը հավաքվածներին բաշխելով, որից հետո նաև Նաթան Սրբազանի հետ զրույցի հնարավորություն ունեցանք։ Նաթան Սրբազանը մեղադրալի կարգավիճակ ունեցող բարձրաստիճան հոգևորականներից է։ Նաթան Սրբազանից հետաքրքրվեցինք, ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ վերջին 2 օրերին ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ բացված այս դատավարությունը քննադատել, դատապարտել են Երուսաղեմից եւ նաեւ Անտիլիասից, սակայն մինչեւ այժմ Սահակ պատրիարքն է լուր, Նաթան Սրբազանը շատ բազմանշանակ պատասխան տվեց։ Հուսով եմ, որ դեռևս նամակը տեղ չի հասել։ Ասում են հայ հավակնորդը կաթողիկոսի Սրբազան, նման տեղեկություններ լսել եք։ Ես չգիտեմ ինչի վրա են հավակնում, երբ կաթողիկոսը Փառք Աստուծո ողջ առողջ է եւ Աստված նրան երկար կյանք տա։ Տեղեկություն ունեք, որ նամակ եք գրել, որը տեղ չի հասել։ Դե երևի փոստը լավ չի աշխատում։